Հաջորդ մեր քննարկվող հարցը Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն գիտակրթական հիմնադրամին ուղղակի վաճառքի եղանակով հողամաս օտարելուն համաձայնություն տալու մասին է։ Զեկուցող տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդացյան, պարոն Խուդացյան, խնդրեմ։ Հարգելի փոխվարչապետ, հարգելի գործընկերներ, խոսքը Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն հիմնադրամին ուղղակի վաճառքով հողամաս օտարելուն համաձայնություն տալու մասին կառավարության որոշման նախագծի ընդունմանն է վերաբերվում։ Խոսքը վերաբերվում է Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մարմաշեն 37 հասցեում գտնվող 0.52 հեկտար հասարակական նշանակության հողամասի ուղղակի վաճառքին։ Փոխարենը հիմնադրամը նախատեսում է իրականացնել տվյալ տարածքում բարեգործական ծրագիր, մասնավորապես կանաչ տեխնոլոգիաների հաբի հիմնում, ինչը կրթական կենտրոն է լինելու, պլանավորում է նաև կառուցել տեխնոլոգիական թվով 6 կացարաններ, որոնք հագեցված են լինելու ժամանակակից սարքավորումներով, գործիքներով, ներառյալ դրոններով, պայմանավորվածության համաձայն անվճար հիմունքներով, ուրեմն հիմնադրամը ներգրավելու է Ախուրյան եւ Հարակից համայնքների, հատկապես գյուղական բնակավայրերի կանանց եւ երիտասարդներին իրենց տեղեկատվական եւ տեխնոլոգիական ծրագրերում, ներառյալ տեխնոլոգիական պրոդուկտների ստեղծման աշխատանքներում եւ այս արդյունքում 5 ուրեմն նոր սկսնակ ընկերություններ պիտի ստեղծվեն եւ հաջորդ պլանավորումը տրանսպորտով են ապահովելու են բոլոր մարդիկ, ովքեր իրենց բնակավայրերից պիտի տեղափոխվեն կրթական կենտրոն այս ծրագրերի շրջանակներում։ Ընդհանուր ծրագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը եւ նախատեսված է շուրջ 100 միլիոն դրամի ներդրում։ Մենք նմանատիպ նախադեպեր նախկինում ունեցել ենք եւ Քոաֆի մասով եւ Սիմոնյան կրթական հիմնադրամի Թումո կենտրոնների մասով, այնպես որ այն տրամաբանությունը ինչ որ ունեցել ենք նախորդիվ դեպքերում, այդ տրամաբանությունը պլանավորել ենք նաեւ այս մասով։ Խնդրում եմ հաստատել։ Շնորհակալություն, պարոն Խուդացյան, ես նույնպես կարծում եմ, որ սա չափազանց կարևոր մեր նախաձեռնություններից մեկն է, այն առումով, որ մենք տեսնում ենք նման տեխնոլոգիական կենտրոնների, որոնք պետք է ձգողական կենտրոններ լինեն իրականում, տարածումը ոչ միայն Երևանում, ոչ միայն մեր մարզկենտրոններում, այլև արդեն նաև գյուղական բնակավայրերում եւ պետք է ուղղակի աջակցել, խրախուսել, որ բոլոր նման նախաձեռնությունները, որոնք ունեն կառավարության ուշադրության կարիքը, ժամանակին ընթացք ստանան եւ իրացվեն։ Այլ դիտարկումներ, Տիկին Անդրեասյան, խնդրեմ։ Շնորհակալություն, այո, պարոն Խաչատրյան, ամբողջությամբ համամիտ եմ թե ձեր, թե պարոն Խուդացյանի հետ, որ սա շատ կարևոր ծրագիր է եւ ընդլայնում է կրթության, ոչ ֆորմալ կրթության հնարավորությունները մեր տարբեր տարածաշրջանների քաղաքացիների համար, որը պետք է հիշեցնեմ մեր կրթության ռազմավարության հիմքում է, որպեսզի անկախ բնակության վայրից մեր բոլոր քաղաքացիները ունենան որակյալ կրթության հասանելիություն եւ երբ որ խոսում ենք որակյալ կրթության մասին, նկատի ունենք ոչ միայն ֆորմալ կրթական համակարգը, այլ նկատի ունենք նաեւ ոչ ֆորմալ կրթության հնարավորությունները, ինչու եմ ես սա շատ կարեւորում, որովհետեւ ժամանակակից կրթությունը գնում է մի ճանապարհով, որ ֆորմալ կրթությունը պետք է անպայման լրացվի նաև ոչ ֆորմալ կրթական միջավայրերով, որովհետև մարդիկ սովորում են ոչ միայն դպրոցում, քոլեջում, բուհում, այլ սովորում են իրենց կյանքի յուրաքանչյուր պահին տարբեր միջավայրերում եւ ինչքան ավելի ճկունություն ենք մենք կարողանում հաղորդել համակարգին, այնքան ավելի արդյունավետ է լինում սովորելու գործընթացը։ Եվ թույլ տվեք ասել, որ ըստ էության այսօր տեխնոլոգիական կրթությունը դարձել է մեր կրթական համակարգի բրենդը եւ մենք ունենք բազմաթիվ հաջողված տեխնոլոգիական ոչ ֆորմալ կրթության օրինակներ, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացնում նաև Հայաստանից դուրս, ինչպես օրինակ Թումոն է, ինչպես օրինակ Արմաթ լաբորատորիաներն են, որոնք գործում են մեր 600-ից ավել դպրոցներում որպես ոչ ֆորմալ կրթության եւս մի հաջողված օրինակ։ Նմանատիպ հետաքրքրություն նաև առաջացնում է Քոաֆը եւ այս պարագայում էլ մենք ունենք հետաքրքիր համագործակցության փորձ եւ կարեւորում եմ, որ ծրագիրը հասանելի է լինելու սկսած ավագ դասարանների աշակերտներից, այսինքն բավականին վաղ փուլում հնարավորություն կլինի աշխատել երեխաների հետ եւ այն ուղղությունները, որոնք ընդգրկված են այս ծրագրի մեջ, մասնավորապես արհեստական բանականության, ինժեներական կրթության, հնարավորություն են տալու նաեւ այս ծրագրի միջոցով ուժեղացնել դպրոցը, որովհետեւ այս ոչ ֆորմալ կրթության բովանդակությունը գալու է աջակցելու դպրոցական ծրագրերի իրականացմանը, բայց ոչ միայն, ես կարծում եմ, որ նաեւ հաշվի առնելով կացարան
ճամբարանների առկայությունը մենք կկարողանանք ամենատարբեր ծրագրեր իրականացնել նաև ճամբարային ձևաչափով եւ իսկապես այս կենտրոնը դարձնել տարածաշրջանային կենտրոն եւ համախմբել նաև հարակից բնակավայրերի երիտասարդներին եւ երեխաներին կարևոր ծրագրերի շուրջ։ Ուզում եմ հիշեցնել նաև, որ մենք խոսում ենք Մարմաշենի մասին, որը նաև զբոսաշրջային շատ կարևոր կենտրոն է։ Կառավարությունը արդեն իսկ այստեղ նախորդող շրջանում արել է բավականին մեծ ծավալի ներդրումներ, մասնապես վանական համալիրի տարածքի բարեկարգման, հեծանվային ուղու, դրան մոտեցող ճանապարհների եւ այլ մասով, եւ վստահ եմ, որ սա ոչ միայն կրթության տեսանկյունից, այլ նաև զբոսաշրջության տեսանկյունից նոր հնարավորություններ կբացի այս համայնքի եւ բնակավայրի համար։ Շնորհակալություն Տիկին Անդրեասյան, պարոն Մանթաշյան։ Շնորհակալություն, ուզում էի նաև ես լրացնել, ճիշտ ասած լրիվ համամիտ եմ, նաև համակարծիք, ուզում էի նշել, որ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն իր աջակցությունը հայտնել էր այս ծրագրին ու նաև մի կարևոր նյութ կուզեի նշել, որ մենք ոլորտի տեսանկյունից տեսնում ենք, որ վաղ հասակում, երբ որ մասնագետներ, ապագա մասնագետներ ավելի շուտ են սկսում առնչվել նման տեխնոլոգիաներին ու հասկանալ, թե ինչպես կարելի է իրենց հետ վարվել, իրանք ավելի պատրաստված են լինում եւ նոր այս մեր ժամանակներում այն մարտահրավերները, որ նաև աշխատանքի շուկայում կառաջանան տարբեր տեխնոլոգիաների ի հայտ գալով, իրանք ավելի բարձր ադապտականություն են ունենում, հարմարողականություն։ Նման իրավիճակներում արդեն Տիկին Անդրեասյանն նշեց հաջող փորձը Թումոյի, Արմատի եւ Կոաֆի, բայց նաև կուզեի մի դեպքել պատմեի կոնկրետ Թումոյում, որ մենք ականատես եղանք, երեխաները, որոնք որ 12 տարեկանում, 13 տարեկանում այդ նման միջավայրում են գտնվում, նույն արհեստական բանականության հասանելի գործիքների կիրառության շուրջ իրանց պատկերացումները շատ ավելի վաղ հասակում ձևավորվելով աշխարհի լավագույն քաղաքականության ռեկոմենդացիաները արդեն իրենք են ձևավորում, իրանց մոտ դառն ձևավորված այլն, իրանց գրեթե սովորացնել պետք չի լինում։ Մի դրվագ կարող եմ պատմել, որ 12 տարեկան մի երեխա կոնկրետ ինքը իր ծնողներին թե տատիկներին խորհուրդ էր տալի, թե ինչքան վստահ են, ինչքան չվստահ են, որտեղ ոնց օգտագործեն, պատմել էր, որ հիմնականում բոլոր իր դասարանցիները օգտագործում են դասերը, որպեսզի հուշեն օգտագործեն, բայց ինքը համաձայն չէր դրա հետ, ասում էր պետքա ամեն դեպքում դասատուին հարցնենք լսարանում, դա իրան օգնա, որպես ինքնավստահություն ձևավորվի առարկայի շուրջ, այսինքն ձևավորվում է սրա շուրջ որոշակի պատկերացումներ, որոնք որ օգնում են ավելի լավ տեխնոլոգիան կիրառել եւ այդ իմաստով ինչքան մարզերում նման կենտրոնները ավելանան ու նման նախաձեռնություններ լինել, կարծում եմ որ պետք է աջակցել, որտեղ լրացուցիչ ձգողության կենտրոն է ձևավորվում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն պարոն Մանթաշյան, պարոն Խուդացյան։ Իհարկե, պարոն փոխվարչապետն ինչ հիմա կասեմ, վատատեսական չի։ Վստահ եմ, որ այս ծրագիրը, ինչպես նաև ML mining-ը, ինչպես նաև նախորդի վաստատած մեր ծրագրերի մեծամասնությունը իրականություն են դառնալու, բայց նաև այստեղ իրավական մեխանիզմներ ենք սահմանել եւ այս դեպքում եւ նախորդ զեկուցված հարցի դեպքում, եթե հողը չծառայի այն նպատակով կամ այդ ժամկետի խախտում լինի, մեկի դեպքում 2028 թվականներ, ML mining-ի դեպքում 2030 թվականը, հողը ենթակա է հետ վերադարձման համայնքի, այսինքն այս իրավական մեխանիզմները հստակ սահմանված ունենք։ Դա իհարկե լավ է, որ մենք նաև մեխանիզմներ ունենք, որով կարող ենք հետագայում մշտադիտարկել ծրագրի իրականացման ընթացքը եւ խրախուսել, որ նախապես հայտարարված նպատակներից շեղումներ չլինեն, բայց եկեք պարոն Խուդացյան մտածենք, որ եթե հանկարծ առաջանան այնպիսի խնդիրներ, որոնք մենք պետք է օգնենք լուծել, որ այդ ծրագիրը հասնի նպատակին, պետք է գնանք այդ ճանապարհով եւ չմտածենք հողը վերադարձնելու մասին։ Բայց ես հասկացա, դուք նշեցիք հենց սկզբից, որ իհարկե ամենևին դա նկատի չունեիք։ Մենք ունեցել ենք նաև դուք գիտեք լավ, որ բազմաթիվ այլ նման օրինակ հարցերի քննարկումներ, երբ որ ավելի լավ մտածված եւ ավելի պաշտպանված մեխանիզմներ պետք է ունենանք, որոնք խրախուսում են կամ խթանում են, որ նախապես հայտարարված նպատակին հասնենք։ Մենք 3 աշխատանքային մի քննարկում ունեինք գործընկերների հետ, Արդարադատության նախարարության, կադաստրի կոմիտեի եւ մյուս գործընկերների եւ հասանք այդպիսի մի կետին, խոսքը Սյունիքի մարզում նախապես հայտարարված շատ տարիներ առաջ հայտարարված մի ծրագրի մասին էր, որը որ նպատակով հայտարարված էր, բայց տարիներն անցել են ու մենք հիմա քննարկում ենք, թե ինչ պետք է անենք, որ ասված եւ չարվածը դառնա իրականություն։ Եվ կան բացեր, որոնք որ նաեւ մեր կարգավորների տիրույթում են, պետք է փորձենք դրանք լրացնել, այնպես ինչպես դուք նշեցիք քիչ առաջ, որ իհարկե մեր նպատակը իրացվի, այն է տեխնոլոգիական տվյալ դեպքում կենտրոնը գործի նաև
իշահ են մեր քաղաքացիների, ովքեր բնակվում են այդտեղ։ Ես մի կարևոր միտք կուզեի ավելացնել, որ իհարկե նոր բան չի որ կասեմ, բայց նորից ուշադրության արժանի հարց է։ Հատկապես այս եղանակով ձևավորվող կենտրոններն են, որովհետև պարոն Խուդասյան, դուք ձեր խոսքին սկզբում նշեցիք նաև, որ այնտեղ պետք է լինեն սկսող կազմակերպություններ, որոնք որ այդ միջավայրում պետք է հիմնավորվեն եւ գործեն, դրանք նաև մեր գյուղական բնակավայրերը ամրացնելու ուղղությամբ նախաձեռնություններ են, որովհետև եթե տեխնոլոգիական այսօր ինչ է, ինտերնետ կապ մեր բոլոր գյուղական բնակավայրերում գուցե եւ արդեն բարձր որակի է կամ գրեթե այնքան բարձր որակի է, որ նման կենտրոններ ձևավորվելու եւ նման եղանակով ծառայություններ մատուցելու խոչընդոտներ այլևս չկան եւ սա նշանակում է, որ երբ որ փորձառու մարդիկ հայտնվում են այդպիսի կենտրոններում եւ իրենց շուրջ հավաքում են արդեն սկսող երիտասարդներին, դա մեկ հնարավորություն է, որ մարդիկ շարունակեն մնալ իրենց հարազատ միջավայրում, բնակվեն այդ բնակավայրերում, հաղորդակցվելով են առաջատար տեխնոլոգիաների հետ եւ եկամուտ ստեղծելու հնարավորությունների հետ, որոնք կան։ Այսինքն այս տեսանկյունից է, որ մենք պետք է հատուկ ուշադրություն դարձնենք այս հարցին նաև եւ ձեզ այդ մնացած բոլոր դիտարկումներում իհարկե համաձայն եմ։ Այլ նկատառումներ կան, պարոն Մանթաշյան։ Մի բան կուզեի հավելեի ի շարունակություն այդ մտքի, որ տվյալ հիմնադրամը մի հաջող պրոյեկտ արդեն ունի, որը որ Փարաքյար համայնքում է, այդ հայկական ծառայ տեխնոլոգիաների կենտրոնն է, թե ճիշտ եմ ասում, Անդրեսն քոլեջը, որը որ այն արձագանքները, որը մենք լսել ենք, բավական հաջող կոնցեպտ է կարծես թե, երևի դա էլ նաև վստահության էլի լրացուցիչ հիմք կհաղորդի այս ամեն ինչին։ Շնորհակալություն, պարոն Մանթաշյան։ Այլ դիտարկումներ չկան, նախագիծը դրվում է քվեարկության, ովքեր են կողմ նախագիծը հաստատելու։ Շնորհակալություն, նախագիծը հաստատված է։